Չարը երբեք չի կարող Հիսուս Քրիստոսին հաղթել, բայց նա ունի ուրիշ ծրագիր։ Ցավ պատճառել Տեր Հիսուս Քրիստոսին մեր միջոցով, Հիսուսի զավակների միջոցով։ Տեր Հիսուսը մեզ սիրում է անսահման, ավելին, քան մենք մեր զավակին։ Պատկերացնում եք դա ինչ սեր է։ Նրանք, ովքեր չեն ճանաչում Տեր Հիսուսին, չեն ճանաչել նրա սերը, հիմա կմտածեն, որ ոչ, ինչպես նա կարող է սիրել մեզ ավելին, քան մենք մեր զավակին, չէ՞ որ մենք մեր զավակին սիրում ենք մեր կյանքից առավել։ Այ շատ լավ կլիներ, որ դուք ձեր կյանքից առավել սիրեիք Տեր Հիսուս Քրիստոսին, որովհետև նա մեզ սիրում է ավելին, քան մենք մեր զավակին, ինչքան էլ որ մեզ թվա, թե մեր սերը անսահման է մեր զավակի հանդեպ։ Պատկերացնում եք, թե դա ինչ մեծ սեր է։ Չէ՞ որ նա մեր փրկության համար անցավ աշխարհի ամենադաժան չարչարանքների միջով ու ելի շարունակեց սիրել մեզ, ներեց մեզ եւ շարունակեց սիրել մեզ։ Հիսուս Քրիստոսը, մեր ցավը եւ մեր ուրախությունը մեզանից ավելի ուժեղ է զգում։ Ու Սատանան որոշեց Տեր Հիսուս Քրիստոսին ցավ պատճառել մեզ ցավացնելով, քանի որ նա ոչ մի կերպ չի կարող Տեր Հիսուս Քրիստոսին հաղթել, չի կարող նրա վրա ազդեցություն ունենալ, նա որոշեց մեր միջոցով ցավացնել Տեր Հիսուս Քրիստոսին։ Երբ մենք տանջվում ենք, երբ մենք մեղքեր ենք գործում, դա վշտացնում է Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամենակարևորը, որ մենք պետք է իմանանք, այս է. եթե ապրենք Տեր Հիսուս Քրիստոսի կամքով, նրա պատվիրաններով, կլինենք միայն նրա հետ եւ նրա մեջ, ու նա էլ կլինի մեր մեջ, ու չարը այլևս իշխանություն չի ունենա մեր վրա։ Այսինքն, եթե ապրենք Աստծով, նրա պատվիրաններով, մենք կազատվենք տանջանքներից եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ցավ չենք պատճառի մեր արարքներով, մեր մեղքերով։